Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական 4. Զեկուցել մայրաքաղաքի տարածքում ապօրինի շինությունների շինարարական աշխատանքների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով, ներկայացնել տեղեկատվություն 4-րդ ռիսկայնություն ունեցող ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի, շինարարության ընթացքում անհրաժեշտ փոշեկլանիչ ցանցերի կամ օդի աղտոտվածությունը չափող, ինչպես նաև խոնավեցնող սարքերի բացակայության հիմքով իրականացված վարչարարությունների և դրանց հիման վրա կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների մասին, ձեռնարկել համապատասխան միջոցներ խախտումներ թույլ տվող կառուցապատողների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ և զեկուցել։ Հարգելի պարոն քաղաքապետ, Սույն հանձնարարականի շրջանակներում տեղեկացնում եմ, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումի դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 54 արձանագրություն, որից թվով 8 աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, թվով 15 աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից կազմվել է թվով 31 արձանագրություն, որից 11 աչափնյակ, 1 ավան, 3 հարաբկիր, 4 կենտրոն, 5 մալացիա Սեբաստիա, 4 Շենգավիթ, 3 Քանաքեռ Զեյթուն։ Արձանագրություններ չեն կազմվել Դավթաշեն, Էրեբունի, Նոր, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 45-ով։ Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով կազմվել է թվով 11 արձանագրություն, որից 7 հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 1 կենտրոն, 1 Մալացիա Սեբաստիա և 2 Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների աշխատակազմերի կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 20-ով։ Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 27 արձանագրություն, որից թվով 6-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 3-ը կազմվել է աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 4-ը փոշեկլանիչ ցանցերի և 1-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կողմից կազմվել է թվով 18 արձանագրություն, որից 1 աչափնյակ, 9 հարաբկիր, 3 Մալացիա Սեբաստիա, 3 Նոր, 1 Նորք Մարաշ, 1 Շենգավիթ, որից 9 փոշեկլանիչ ցանցերի և 6 օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Արձանագրություններ չեն կազմվել Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 95-ով։ Շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու դեպքերով կազմվել է թվով 8 արձանագրություն աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 4-ով։ Ապօրինի շինությունների քանդման և հողազավթումների վերացման ուղղությամբ իրականացվել է ինքնակամ կառուցված շինությունների, ավտոտնակների և կրպակների թվով 32 ապամոնտաժման աշխատանքներ, որից 7-ը իրականացվել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համատեղությամբ, 2-ը Աչափնյակում, 1-ը Կենտրոնում, 2-ը Նորնորքում, 1-ը Շենգավիթում, 1-ը Քանաքեռ Զեյթունում, իսկ թվով 25 ապամոնտաժման աշխատանքներ իրականացվել է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից, իրանց նախաձեռնությամբ, 7-ը Աչափնյակում, 18-ը Հարաբկիրում։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ ապամոնտաժման աշխատանքների թիվը նվազել է 36-ով։ Այսքանը։ Շնորհակալ եմ, այս թվերը ցույց են տալի որոշակի ակտիվության նվազեցում եւ կարծում եմ մենք պետքա վերադառնանք մեր սովորական ռեժիմին եւ տեղեկացնեմ, որ Երևանի թիմ նոր օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել է եւ շատ մեծ հավանականությամբ հուլիսի սկզբին նաեւ երկրորդ ընթերցմամբ կընդունվի։ Հիշեցնեմ մեր բոլոր կառուցապատողներին, որ այնտեղ արձանագրված խախտումների համար տուգանքների թվերը էականորեն փոխվում են փոշեկլանիչ ցանցեր չունենալու, սխալ կահավորում ունենալու եւ մնացյալ բոլոր խախտումների դեպքում։ Եվ հիշեցնեմ նաեւ, որ կառուցապատողները
ունեն հնարավորություն արտոնյալ պայմաններով ժամկետի երկարացման, երբ որ նմանատիպ տուգանքներ չեն ստանում, եւ էականորեն ավելի վատ պայմաններով են ունենում турքերի վճարումը, էականորեն ավելի բարձր է լինում, երբ նմանատիպ տուգանքներ ունենում են։ Հետևաբար բոլորին եւս մեկ վերջին հորդոր, որովհետեւ այս հորդորից հետո արդեն երթիմ օրենքը կընդունվի եւ երթիմ օրենքը ընդունվելուց հետո լրիվ ուրիշ իրավիճակ կունենանք Երևան քաղաքում։